Հրավիրում եմ ձեզ ձեր աստվածաշնչները բանալ Սաղմոս 47-ին, Սաղմոս 47-ը։ Սա Տիրոջ խոսքն է, որ ընթերցում ենք, ստանանք դա որպես Աստծո խոսք։ Երկողների գլխավորին կորխի որդկանց Սաղմոս։ Ծափ տվեք ամեն ժողովուրդներ, ցնծության ձայնով դեպի Աստված աղաղակեցեք, որովհետև Տերը բարձրյալ է եւ ահավոր է, մեծ թագավոր է ամեն երկրի վրա։ Նա ժողովուրդներին մեր տակն է գցում եւ ազգերին մեր ոտների ներքևը։ Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգությունը, Հակոբի փառավորությունը, որ նրան սիրում է, Սելա։ Աստված բարձրանում է ցնծության օրհնությունով, Տերը փողի ձայնով։ Սաղմոս ասեցեք Աստծուն, Սաղմոս ասեցեք մեր թագավորին, Սաղմոս ասեցեք, որովհետև Աստված ամեն երկրի թագավորն է, իմաստության երգ սաղմոսեցեք։ Աստված թագավոր է հեթանոսների վրա, Աստված նստում է իր սրբության աթոռի վրա, ժողովուրդների իշխանները հավաքվում են Աբրահամի Աստծոժողովուրդը, որովհետև երկրի վահանները Աստծունն են, նա շատ բարձրացավ։ Այս էր Տիրոջ խոսքը, աղոթենք։ Փառավորյալ եւ բարձրյալ մեր Աստվածը, մի անգամ եւս կանգնում ենք քո խոսքիդ առջև եւ փորձում ենք հասկանալ քո խոսքիդ խորքը։ Եվ ինչպես քիչ առաջ երգեցինք, ով Տեր, Սուրբ Հոգի Աստված, խոսիր մեզ, ուսուցանիր մեզ, բաց մեր մտքերը, լուսավորիր, պայծառացրու քո խոսքդ, տպավորիր դա մեր սրտերի մեջ, որպեսզի մեր առօրյա կյանքի մեջ դրանց գործադրելով քեզ փառք բերենք, նմանվենք մեր Տիրոջ եւ քո լույսը տարածենք։ Իփարս քեզ։ Ամեն։ Անցյալ անգամ այս Սաղմոսի սերտողությունը սկսելով, տեսանք, թե այս Սաղմոսը իր կազմությամբ երկու բաժիններից էր բաղկացած։ Առաջին բաժնում, 1-ից 5 համարների մեջ անցյալ անգամ, տեսանք Քրիստոսին որպես բարձրյալ մեծ թագավորը, ով եկեղեցու գլուխն էր։ Եվ հետո Սելա բառը կարդացինք, որ նշանակում է, թե այդ ճշմարտությունը հասկանալուց հետո մի կանգ պահ պիտի առնենք, պիտի մտածենք, թե ինչ կարդացինք, ինչ սովորեցինք, եւ այդ ճշմարտության հիման վրա ինչ է ակնկալվում հաջորդ համարներում, մնացած բաժնում, եւ հավատքով եւ ակնկալությամբ նայելու հաջորդ բաժնին։ Եվ այսօր ճիշտ այդ պիտի անենք։ Այսօր Տիրոջ շնորհքով մեր ուշադրությունը այս Սաղմոսի երկրորդ բաժնի վրա պիտի կենտրոնացնենք եւ 6-ից 9-րդ համարների մեջ Քրիստոսին պիտի տեսնենք բարձրյալն մեծ թագավորը, ով նորոգված աշխարհի գլուխն է։ Այս կետի վրա կանգ առնելով 3 պատճառներ պիտի նայենք, թե ինչու է Աստված այդպիսի վիճակում եւ ինչու Աստծո ժողովուրդը Քրիստոսի բոլոր երկրի վրա թագավոր լինելու համար ուրախանալու է, ծափ զարկելու է, աղաղակելու է։ Առաջին պատճառը այն է, ինչ որ 7-րդ համարում ենք կարդում, որովհետև Աստված ամեն երկրի վրա թագավոր է։ Երկրորդ պատճառը կարդում ենք, թե Աստված հեթանոսների կամ անգլերենով ազգերի վրա թագավոր է։ Եվ երրորդ պատճառը
որովհետև երկրի վահանները Աստծունն են։ Նախքան Քրիստոսին որպես նորոգված աշխարհի թագավոր լինելու ուրախության պատճառների մասին կենտրոնանանք, որպես նախաբան 6-րդ համարին նայեցեք։ Այս համարի մեջ Սաղմոս երկողը եռապատիկ շեշտով 3 անգամներ կրկնելով հավատացյալներից պատվիրում է, որ մենք Աստծուն Սաղմոս ասենք։ Կարդացինք, Սաղմոս ասեցեք Աստծուն, երկրորդ անգամ, Սաղմոս ասեցեք մեր թագավորին, երրորդ անգամ, Սաղմոս ասեցեք։ Եթե հիշեք, այս Սաղմոսի սկզբնավորության արդեն իսկ մենք պատվիրված ենք ծափ տալ, այսինքն արտահայտել մեր ուրախությունը և դեպի Աստծուն ցնծության ձայնով աղաղակենք, բարձրաձայն գոչենք մեր փառաբանությունը, երգը, օրհներգը։ Եվ հիմա էլ այս Սաղմոսի կիսուն դարձյալ պատվիրված ենք այն էլ եռապատիկ շեշտով, որ նրան Սաղմոս ասենք։ Իսկ ինչ է նշանակում Սաղմոս ասել։ Սաղմոս նշանակում է փառաբանության երգ։ Songs of praise, հիշատակի, օրհնության, մեծարության խոսքեր շարադրել։ Ընդհանրապես, մարդիկ, երբ որ ուզում են իրենց համար մի շատ հարգելի, մի շատ պատվավոր և մտերիմ անձին, իրենց ամենահարազատ սրտի խոսքը ամենագեղեցիկ ոճով արտահայտել, նրանք իրենց խոսքը բանաստեղծության, ոտանավորի և առավել, եթե կարողանան, երաժշտություն ավելացնելով են նվիրում, օրինակի համար սիրահարներ իրենց սիրուհուն սիրո երգ են հորինում և երգում, և դա շատ արժեքավորված է, պատվավոր է, հարգի է։ Աստվածաշնչի մեջ մեր սիրո երգը Աստծուն, մեր պաշտամունքի, մեծարանքի, պատվո, երկեցողության, փառաբանության արտահայտությունը կոչվում է Սաղմոս։ Դրա համար Սաղմոսած գիրքը իրականության մեջ երկարան է։ Եվ վերակազմ բարեկարգյալ եկեղեցիներ իրենց երկերի բուն էությունը և իրենց նյութը գտնում են Աստվածաշնչի էջերից, բառերը առնում են աստվածաշնչային թեմաներով, աստվածաշնչային բառաշարով և նամանավանդ Սաղմոսներ են երգում։ Որովհետև Աստված տվել է այդ բառերը մեզ, որ մենք Սաղմոս ասենք Աստծուն։ Բարի բուն իմաստով։ Եվ նաև 5-րդ համարում կարդացինք առավել, որ այս անելու ենք, որովհետև Աստված բարձրանում է ցնծության օրհնությունով և Տերը փողի ձայնով։ Այսինքն Աստված պաշտամունքի ընթացքին, դա լինի մեր անձնական պաշտամունքը տան մեջ կամ հավաքական պաշտամունքը եկեղեցվո մեջ, երբ որ մենք այս պաշտամունքի ընթացքում ցնծության երգեր ենք երգում, Սաղմոսում ենք մեր Տիրոջ, Աստծո փառքն է մեծարվում, Աստված հարգվում է, պատվվում է, մեծարվում է, բարձրանում է, այդպես ենք կարդում, նա բարձրանում է ցնծության օրհնությունով, և Տերը նաև բարձրանում է փողի ձայնով, այսինքն, երբ որ մենք երաժշտություն ենք նվագում, նվագարաններով Աստծուն փառք ենք տալիս, այս նվագարանների ձայնը և երաժշտությունը խառնված մեր բառերին և փառաբանության Աստծուն օրհնում է սիրելիներ։ Դրա համար մենք երգում ենք մեր եկեղեցիի մեջ։ Եվ բոլորս էլ երգում ենք, անկախ թե սոլֆեջ սովորել եք կամ չեք սովորել, անկախ թե լավ մշակված ձայն ունեք կամ չունեք, տարբերություն չի անում։ Մենք երգում ենք։ Անշուշտ մեր երգեցողության առաջնորդները պարգևատրված անձեր են, հատուկեն պարգև ունեն ձայնի, երաժշտության և Տիրոջ փառք ենք տալիս նրանց համար,
որ մեզ ուղղությամբ առաջնորդում են, կազմակերպում են, բայց մենք մասնակցում ենք, մենք մենակ չենք նայում, համերգի չենք եկել ենք միասին Աստծուն փառք տալ, որովհետև այդ անելով Աստծուն մեծարում ենք, պաշտում ենք, Տերը բարձրանում է, կարդացինք 5-րդ Սաղմոսի 5-րդ համարի մեջ, փողի ձայնով եւ ցնծության օրհնությունով, by the way, երբ երգում ենք, ուրախությամբ ենք երգում, հոնքերը հավաքված, տխուր, խոժոռ չենք երգում, ուրախ ենք երգում, ցնծությամբ ենք երգում, ինչու, որովհետեւ մեր Տերը թագավոր է, այս իման վրա է, որ պաշտամունքի երկերը, պաշտամունքի բանաստեղծությունները, պաշտամունքի համար հորինված երաժշտությունը աշխարհիկ երաժշտությունից տարբեր է։ Հոգևոր երկերը իրենց բառերով, իրենց նյութերով, իրենց շոշափած ճշմարտություններով աստվածաշնչային են, աստվածաբանական են, ուղիղ պետք է լինեն, Աստծո խոսքի համընթաց պետք է լինեն, նաև աստվածակեդրոն պետք է լինեն, քան թե եսակեդրոն եւ մարտակեդրոն, Աստծուն գովող, թեպետ նայենք դրանք կարող են ունենալ շատ տարբեր թեմաներ, շատ տարբեր զգացումներ, երբեմն նեղության մեջ աղոթք, երբեմն դժվարության մեջ աղերս, երբեմն ուրախության մեջ աղաղակ, երբեմն վախի մեջ օգնություն խնդրել, սրանք բոլորը աստվածաշնչային թեմաներ են, երբեմն աստվածաբանության ճշմարտություններ, բայց եւ այնպես աստվածաշնչի բառեր են, Տիրոջը հարմար են, երաժշտությունն էլ նմանապես հարմար է, համընթաց է, ուստի Սաղմոս երկողը մեզ կրկին ու կրկին հիշեցնում է, որ մենք որպես հավատացյալներ պետք է Աստծուն սաղմոսենք, հիմա ես հարց ունեմ ձեզ տալու, որքան եք Տիրոջը երգում, հետո երբ որ երգում եք, ինչ եք երգում, անդրադառնում եք ինչ եք երգում, թե ոչ որտև շատ սիրուն լավ նվագ էր երգում ենք, ուրախ ենք, Անշուշտ ուրախ նվագներ կան Աստվածաշնչի բառերով դրված, որ մեր ուրախությունն են արտահայտում եւ պետք է մենք ցնծությամբ աղաղակենք Աստծուն, բայց ինչ ենք երգում, երգում ենք, քաջալերում եմ, որ բոլորս մեր տան մեջ երգենք, եթե չեք կարողանում երգեք, տակավին լավ չեք սովորել, դրեք հիմա YouTube-ի վրա ամեն տեսակ երգեր կան, հոգևոր լավ երգեր կան, Տիրոջը օրվա ընթացքին, ինքնաշարժի մեջ, տան մեջ, աշխատանքի ժամանակ եթե հնարավորություն ունեք, երգենք Տիրոջը, որտև դա Տիրոջը բարձրացնում է։ Եվ Սաղմոս 2-ն մեզ 3 պատճառներ է տալիս, թե ինչու մենք պետք է ուրախանանք, երբ հիշում ենք, որ Տերը թագավոր է, գլուխ է, ոչ թե միայն եկեղեցու վրա, այլ բոլոր նորոգված աշխարհի վրա, տիեզերքի վրա։ Առաջին պատճառը այն է, որ 7-րդ համարում ենք կարդում եւ նա ասում է. որովհետև Աստված ամեն երկրի թագավորն է, ուրեմն իմաստության երգ սաղմոսեցեք։ Ինչ է նշանակում, երբ կարդում ենք, թե Աստված ամեն երկրի թագավորն է։ Երկրի բոլոր ազգերը այս օրերից իրենց վրա ունեն իրենց յուրահատուկ պետությունները, թագավորները, իշխանները, նախագահները եւ մեծամեծները, ազնվականները։ Եվ ժողովուրդը այդ պետականներին, այդ ազնվականներին հնազանդ են, թե ոչ չի լինել երկիրը կառավարել։ Բայց այդ բոլորով հանդերձ Աստծո խոսքն ասում է, թե Տերը թագավորների թագավորն է։ Եվ Աստված լինելով նա բոլոր երկրի վրա եղող, բոլոր երկրավոր տիրապետությունների վրա թագավորած թագավորն է։ Առակաց գրքի 21-րդ գլխի առաջին համարի մեջ կարդում ենք, որ թագավորների սիրտը Աստծո ձեռքի մեջ ջրի առվակների է նմանում, ուր որ ուզում է, այնպես էլ նրանց ուղղում է։ Բոլոր ուրիշ երկրի թագավորները թագավոր լինելով հանդերձ իրենց
արժանապատվությամբ նրանց հեղինակությունը թե ժամանակով եւ թե տարածքով սահմանափակ է։ Այսինչ երկրի թագավորը մյուս երկրի թագավորը չի կարող լինել, որտեղ սահմանափակված է եւ այդ թագավորը միայն 5 տարվա, 10 տարվա, 20 տարվա, սա Աստված կյանք տա իրեն 50 տարվա համար թագավոր կարող է լինել։ Ուրեմն նրանք հունավոր են, սահմանափակ են, մարդիկ են, ժամանակավոր են եւ անցողական են, սակայն Քրիստոսի աստվածատուր եւ աստվածային թագավորությունը մարդկային թագավորությունների նման չի։ Հովհաննես 18-ի մեջ, in John 18, երբ որ Տեր Հիսուսին ձերբակալելու եկան, կարդում ենք, որ Պիղատոսը այն ժամանակ Հրեաստանի վրա Հռոմի կուսակալության կառավարիչն էր, պաշտոնատերն էր։ Եվ այս պաշտոնատեր Պիղատոսը, ով Հռոմի կայսությունն էր ներկայացնում եւ բարձրագույն ատյանն էր, Հիսուսին իր առջևը ունենալով լսել էր, որ Հրեաստանի մեծերը իրեն մեղադրում էին, որ ինքը իրեն որպես հրեից թագավոր է անվանում։ Եվ նրանք չէին ընդունում այդ։ Եվ Պիղատոսը այս մեղադրանքը դարձյալ կրկնելով Հիսուսին հարց տվեց եւ ասեց. «Դու ես հրեաների թագավորը»։ Այս հարցումին պատասխանելու համար Տերը 36-րդ համարից սկսյալ այսպես ասեց Պիղատոսին։ Հովհաննու 18:36 Իմ թագավորությունը այս աշխարհքիցը չէ։ Եթե իմ թագավորությունը այս աշխարհքիցը լիներ, ապա իմ ծառաները կռիվ կանեին, որ չմատնվեի հրեաների ձեռքը, բայց հիմա իմ թագավորությունը այս տեղիցը չէ։ Այս լսելով Պիղատոսը շատ ավելի շշմեց, ավելի իրար անցավ, ավելի շվարեց, թե այս մարդը ինչ ասում։ Հարցումը փոխեց, ավելի պարզացնելու համար, ավելի պարզ հարցում հարցրեց, նրան ասեց. ապա ուրեմն դու թագավոր ես։ Տեր Հիսուսը պատասխանեց. դու ասեցիր, այսինքն արդեն իսկ վկայեցիր, you established that truth by the virtue of questioning, պարզապես հարցաքննելով արդեն հաստատեցիր, որ ես թագավոր եմ։ Դուք չեք ընդունում, դրա համար եք ինձի հարցաքննում, բայց որովհետև հարցաքննեցիր, ուրեմն հաստատեցիր, որ դա հնարավոր է։ Հիանալի դատավոր էր, հիանալի միտք էր Հիսուսը։ Դու ասեցիր։ Սա ցույց է տալիս, թե Տիրոջ թագավորությունը այս աշխարհի մարդկային թագավորություններից տարբեր է։ Նրանց նման չի։ Առավել Տիրոջ թագավորություն մարդկանց թագավորություններից գերազանց է, ոչ թե միայն տարբեր է, այլ գերազանց է։ Եվ իրականության մեջ դրանց բոլորի վրա իշխող է, բոլոր ուրիշ թագավորությունները, թագավորները այս Տիրոջ ձեռքի մեջ ծառաներ են։ Օրինակի համար Աստված Նաբուկոդոնոսորին, որ վեր կացրեց որպես թշնամի հրեա ազգի վրա, ասում է իմ ծառա Նաբուկոդոնոսորը։ Դեպետ հրեաներին պիտի հաղթահարեր։ Կիրոսին ասում է, որ այլազգ թագավոր էր, հավատացյալ չէր Կիրոսը, թեպետ բարեպաշտ մարդ էր, բայց հավատացյալ չէր, Յահվե Աստծուն չէր ճանաչում։ Կիրոսին ասում է, որ իմ ծառա Կիրոսը, ինչու, որտև Կիրոսի մեջ եղած այդ մտադրությունը, այդ թագավորական հրամանը պիտի ծառայեր հրեա ազգին ետ վերադարձնել Հրեաստան։ Ուրեմն տեսնում ենք, որ ուրիշ թագավորներ, անկախ թե ինչպիսին է իրենց հարաբերությունը Աստծո հետ, տակավին իրենց վիճակում, եղած վիճակում Աստծո ծառաներն են, Աստծո կարգածներն են, որքան էլ որ չար լինեն, տակավին Աստծո ձեռքի մեջ գործիքներ են։ Ուրեմն, երբ կարդում ենք, թե Աստված բոլոր երկրի վրա թագավոր է,
Նշանակում է, թե թագավորությունը Տիրոջ գերիշխան է, տիրապետ է, գերազանց է, տիեզերական է, universal է, ամեն ժամանակներում, բոլոր թագավորությունների շարքի ընթացքում գործոն է, գործի վրա է և հեղինակավոր է։ Բոլորը ի վերջո ծառագունաբար նրան են ծառայում։ Դրա համար մենք չենք վհատվում, թե ով ընտրվեց, ով եղավ նախագահը, ով է մեր prime minister-ը, այս ինչյանը գնա, այն ինչյանը պիտի գա, բայց սրան ուղարկեն ով տեղը կբռնի, ով ուզում է թող լինի, Տիրոջ կամքն է կատարվելու։ Մարդիկ պետք է իրենց լավագույնը անեն, իրենց մարդկային կամքի և գործադրության սահմանների մեջ, բայց այդ անելով հանդերձ դրանք երկրորդական պատճառանքներ են, որոնք աստվածային առաջնակարգ պատճառանքն են դրսևորում։ Սա ցույց է տալիս, թե Քրիստոսի թագավորությունը որևէ ազգային, աշխարհագրական, ցեղային, լեզվային, մշակութային զանազանություններից վեհ է, բարձր է։ It's above all racial եւ բոլոր տարբերություններից։ Եվ այդ բոլորը նրա տիրապետության տակ են ու դրանից դուրս չեն։ Ուրեմն այս ճշմարտությունը ինչպես է ազդում մեր այսօրվա կյանքի վրա որպես հավատացյալներ։ Ինչ առնչություն կապակցություն ունի ինձ ու քեզ հետ այսօր։ Քրիստոսի աստվածային եւ տիեզերական գերիշխան տիրապետության այս ճշմարտությունը մեզ ուսուցանում է, որ մենք էլ նրա տիրապետությունից դուրս չենք։ Կներեք։ Եվ ուրիշ մեկը կամ ուրիշ բան նաև չի կարող նրա գերիշխան հեղինակությունից դուրս լինել, ներառյալ բոլոր իշխանները, թագավորությունները, ազգերը, տիրապետները։ Ամենասաստիկ անհավատները թեպետ փափագում են և այդպես էլ վկայում են, որ իրենք են իրենց կյանքի նավաստին և իրենց ապագայի որոշումները իրենց ձեռքն է և իրենց ցանկությունն է, որ նրանք անհաշվետու կյանքեր ապրեն, բացարձակ ազատ լինեն, անսարսափ կյանք ապրեն, իրենք լինեն իրենց կյանքի տիրապետը, դա անհավատների փափագը և ցանկությունն է։ Սակայն ճշմարտությունը այն է, որ նույնիսկ այսպիսիներն էլ Քրիստոսի թագավորության հեղինակության տակ են ու դրանից դուրս չեն կարող լինել, որքան էլ որ իրենք ըմբոստանան դրա դեմ։ Նաև այս ճշմարտությունը իզորու է բոլոր մեր շուրջը տեղի ունեցած եղելությունների նկատմամբ, որ Քրիստոս թագավոր է ամեն բանի վրա, որ տեղի է ունենում մեր շրջապատում, լինի մեր ընտանիքում, լինի մեր ազգում, լինի մեր եկեղեցում, լինի մեր երկրում կամ թե ողջ աշխարհում։ Տարբերություն չի անում։ Այս տիեզերական և գերիշխան թագավորների հեղինակության տակ են բոլոր այն ինչ, որ լինում են, տեղի են ունենում։ Ոչ մի բան բախտի բերմամբ չի պատահում, որտեղ բախտ գոյություն չունի։ Բախտը անհավատների մեքենան է, այն էլ անորոշության մատնված անհավատների, որովհետև չգիտեն ապագան ինչ ունի և չգիտեն, թե անցյալը ինչ է եղել, ինչպես է եղել, որ եղել է, մենակ հիմա ներկայի մեջ են ապրում և չեն ճանաչում անցյալը, ներկան և ապագան իր ձեռքի մեջ ունեցողին ու չեն վստահում նրան, դրա համար ապագայի անորոշությունները մաթեմատիկական հաշվարկումով են կարողանում միայն տեսնել և նրանք հնարավորության կամ կարելիության սահմանների մեջ են տեսնում ու որովհետև կարելիության սահմանները երբեմն շատ քիչ են, mathematically speaking, ուրիշ ձև չունեն, պարտավոր են ասեն բախտ, բայց բախտ գոյություն չունի։ Ամեն բան, որ կատարվում է, Տիրոջ նախախնամքի և նախասահմանության հիման վրա է կատարվում։ Աստծո հրովարտակներն են, որ կատարվում են։ Ոչ թե միայն Աստված այդպես իմանում էր, Աստված այդպես ծրագրել էր, որ կատարվի։
բոլոր տեղի ունեցածները։ Ինչու՞, որտև Քրիստոս, Աստված, բոլոր երկրի վրա, ինչ է կարդում ենք, թագավոր է։ Բոլոր երկրի վրա։ Չորրորդ համար ներողություն, Սաղմոս 2-ի մեջ կարդում ենք, որ բոլոր իշխանները Տիրոջ դեմ խորհուրդ են անում, ըմբոստանում են եւ ուզում են, որ Տիրոջ դրած օրենքները իրենց վրայից հանեն, նրանց կապանք են ասում, շղթա են անվանում, չվան են անվանում եւ ուզում են դրանց դեն գցել։ Բայց Սաղմոս 2-ի 4-րդ համարում կարդում ենք, որ երկնքում բնակողը իրենց վրա ծիծաղում է։ Տերը նրանց ծաղր է անում, որտեղ դրանց ասածն ու արածը անմտություն է, հիմարություն է։ Եվ հետո 10-րդ համարում Սաղմոս 2-ի մեջ նա այս ըմբոստներին հորդորում է, որ նրանք խոհեմանան, խելքի գան, խրատվեն, վախով կամ երկյուղով Տիրոջը ծառայեն եւ դողալով, այսինքն հնազանդություն անելով, ցնցան, որդուն համբուրեն։ Հարցամ քեզ, դու ինչպես ես նայում այս բոլոր երկրի վրա տիրապետ թագավորին։ Դու ինչպես ես վարվում նրա հետ։ Արդյոք նա բարձրացած է քո կյանքիդ մեջ, քո մտքիդ մեջ, քո էությունդ մեջ, քո խորհուրդներիդ մեջ, քո առօրյայի որոշումներիդ մեջ։ Արդյոք անդրադառնում ես, որ նա նաև քո կյանքիդ վրա էլ գերիշխան թագավոր է։ Եվ այս անդրադառնալով հպատակվում ես այն բոլոր երկրի վրա եղող թագավորին։ Ուրիշ մի բան։ Երբ որ երկրի վրա բաներ են պատահում, անախորժ, վտանգավոր, վախենալի, անբացատրելի, անակնկալ, ինչպես է դա ազդում քեզ։ Ես գիտեմ անձեր, ովքեր օրն ի բուն նստում են հեռատեսիլի կամ կոմպյուտերի առջև եւ աշխարհի անցուդարձներն են նայում։ Հայաստանում այս եղավ, Ամերիկայում այս եղավ, Ռուսաստանում այս եղավ, Բելարուսում այս եղավ, չգիտեմ, Հարավային Ամերիկայում այս եղավ, սրան բռնեցին, նա գնաց, ամբողջ օրը լարված ու վեր են կենում ճղային, հանկարծ վայ թե օրինակ մենք մի հատ բան, ինչու, որտեվ այս ամեն իրար անցումից արդեն նրվայնացել են։ Relax։ Գիտենք, որ այս բաները պատահում են։ Կարիք չունենք, որ ճղայնանանք։ Բրկվենք։ Հուպ տանք մեզ։ Ոմանք կան տելևիզիոնին կոշիկով խփում։ Բաբա տելևիզիոնին ինչպես կոշիկով խփում։ Տելևիզիոնը ինչ մեղք ունի, որտեվ լուրերը քեզի հարմար չեն թվում։ Ինչի՞ ես ճղանանում այդքան տելևիզիոնի լուրերից։ Հիշիր, որ Աստված բոլոր երկրի վրա թագավոր է։ Այո, նրանք այդպիսի բաներ կանեն, չարը իր չարությունը կանի, բայց ինչ ակնկալում ես, որ չարը բարություն անի։ Ուրեմն չարը իր չարությունը կանի, իր բնության հայմա պիտի աշխատի։ Բարինը պիտի ջանա իր բարությունը անել։ Երբեմն չարը գահղթի, երբեմն բարին գահղթի եւ այսպես այս պայքարը շարունակվելու է, բայց եւ այնպես այս բոլորով հանդերձ Աստծո կամքն է կատարվելու։ Ուրեմն մենք հանգստանում ենք։ Մենք խաղաղվում ենք։ Անկախ թե ինչ է կատարվում դուրսը, իմանալով, որ այս պատմության վերջը ինչ է, մենք այս սինեմայի, այս կինոյի վերջը գիտենք։ Ուրեմն երբ որ դու վերջավորությունը գիտես, որ նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին, միջիցը անցնելիս չես տարուբերվում, չես ճղայնանում, սրա նրա գլուխը չես կոտրում, խաղաղվում ես, անդրադառնում ես, որ Աստված տիրապետ է։ Հետաքրքրականը այն է, որ մենք ուզենք կամ չուզենք, անդրադառնանք կամ չանդրադառնանք, ընդունենք կամ ընդվզենք, Քրիստոս բոլոր երկրի վրա գերիշխան տիրապետ է։ Եվ այս երկրի մեջ կա նաև ես եւ դու։ Ու մի օր ես ու դու եւ բոլոր ժողովուրդը պիտի կանգնենք այս թագավոր տիրապետ Հիսուսի գահի առաջին եւ մեր բոլոր կյանքի օրերի համար, նրանից ստացած կյանքում բոլոր հնարավորությունների համար, օրհնությունների համար, նույնիսկ ամեն մեր մի խոսած խոսքի համար,
Նամանավան նրանով եղած հոգևոր փրկության բարի լուրի համար հաշիվ պիտի ներկայացնենք, թե ինչ արեցինք։ Արդյոք իմաստության երկ երկեցինք։ Գիտեք իմաստության երկը որն է։ Ինչ է ասում Աստվածաշունչը իմաստության նկատմամբ, գիտեք, շատ բան ունի ասելու։ Բայց Տիրոջ խոսքն ասում է, թե իմաստության սկիզբը Տիրոջ ճանաչելն է եւ նրանից երկյուղելն է։ Բոլոր մարդկանց շարքին ներառյալ ես ու դու էլ մեր կյանքի ավարտին այս գերիշխան տիրապետ Քրիստոս Թագավորի առաջին պիտի ներկայանանք եւ հաշիվ պիտի ներկայացնենք, թե արդյոք մենք իմաստուն եղանք նրանից ստացած մեր բոլոր հնարավորություններով, կյանքով, բարգով, բերքով։ Արդյոք նրա գերիշխան տիրության հենվեցինք, արդյոք նրան հնազանդեցինք, արդյոք ակնկալույցը սպասեցինք, որ նա այդ նորաստեղծ երկրագնդի եւ երկինքի թագավորության մեջ մենք էլ բաժին ունենանք։ Հիշիր, որ նա բոլոր երկրի թագավորն է եւ բոլորս նրան հաշվետու ենք։ Հավատացյալներիս համար խիստ իմաստալի եւ կիրառելի ճշմարտություն է սա, որովհետեւ մենք այս կյանքի ընթացքում զանազան նեղությունների, դժվարությունների եւ անարդարությունների ենք հանդիպում։ Եվ դրանց հետևանքով եղած դժվար եւ տանջալի պահերին նույնիսկ մենք կարող ենք հենվել այս ճշմարտության վրա, որ թեպետ եղածը դժվար է, անարդար է, ուղիղ չի, ճիշտ չի, պետք չէ այսպես լինի, բայց այս բոլորով հանդերձ Քրիստոս բոլոր երկրի վրա թագավոր է։ Ու երբ որ մենք նրա գահին ենք դիմում, այնտեղ նրա գահի առաջին ենք մեր խնդրվածքները, մեր աղաչանքները, մեր շնորհակալությունը եւ աղերսները գոհունակությամբ նրա շնորհած աթոռի առջև համարձակություն ենք ունենում բերել։ Եբրայեցիս 4:16-ի մեջ կարդում ենք, որ այս մեր վրա տիրող Քրիստոսի արյան գնով գնված փրկվածներիս համար, գերիշխան Աստծո զավակներիս համար մի աթոռ կա, մի գահ կա, որի վրա նստած է գահակալը, եւ այդ աթոռը կոչվում է Աստծո շնորհած աթոռ։ Եվ այդ շնորհքի գահի առաջին, երբ որ այս Քրիստոս Թագավորի արժանիքով փրկվածներս, մեր խնդրվածքները, մեր աղաչանքները, մեր փափակները, մեր ցանկությունները բերում ենք այդ գահի առաջին, նրանով համարձակված լինելով Տիրոջը մոտենալու, Աստծո խոսքն ասում է, որ մենք համարձակությունով ենք մոտենում նրա շնորհած գահին, որ ողորմություն ստանանք եւ շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնություն ստանալու համար։ Շատերը այդ մի բառը մոռանում են, շատ հավատացյալներ։ Պատշաճը։ Ասում են մեր ժամանակին օգնություն մեզ դեր։ Իմ ուզած ժամանակին, ոչ, պատշաճ ժամանակին։ Են էլ Աստծո պատշաճ ժամանակին։ Բայց եւ այնպես մենք կարողանում ենք խաղաղվենք։ Մեր ոտնահետքը գտնենք։ Մեր խարսխվենք մեր հավատքի մեջ եւ չարից փորձված չտարուբերվենք եղած բաներով, եղելություններով։ Այսպես է օգնում մեզ։ Երկրորդ պատճառը, որ մենք Տիրոջը սաղմոսելու ենք եւ նրան գովաբանելու ենք, այն է, որ 8-րդ համարի մեջ կարդում ենք. այդ անելու ենք, որովհետեւ Աստված թագավոր է հեթանոսների վրա, Աստված նստում է իր սրբության աթոռի վրա։ Այս համարի մեջ հեթանոս բառը անհավատ չի նշանակում։ Եբրայեցերեն բնագրով
եւ նաեւ անգլերեն ուղիղ թարգմանությամբ նշանակում է ազգեր, տարբեր ազգեր, այսինքն ոչ հրյաներ, այսինքն նրանք, ովքեր հրյա չեն, տարբեր ազգերի են պատկանում։ Ուրեմն այս Սաղմոս 2-ն ասում է, որ թագավորը, որ թագավորում է, ուրիշ ազգերի վրա էլ է թագավորում։ Տիրոջ տիեզերական թագավորության մասին է խոսում։ Թեպետ ունի իր անմիջական իմաստը եւ ճշմարիտ է, որ Քրիստոս միայն մեկ ազգի վրա թագավոր չի, Քրիստոս բոլոր ազգերի վրա թագավոր է, հիմա այդպես է։ Բայց նաեւ ունի իր մարգարեական հերավոր իմաստը, որ մենք մեր աստվածաբանության մեջ միշտ ասում ենք արդեն բայց տակավին, already but yet։ Արդեն եղել է, արդեն Քրիստոս թագավոր է։ Փիլիպեցիս մեջ կարդում ենք, որ նա վեր համբարձավ եւ թագավորության մեջ նստեց եւ Աստված նրան անուն տվավ, որ ամեն երկրից վեր է այլ։ Բայց նաեւ մարգարեական ճշմարտություն էլ կա սրա մեջ։ Տեսեք այն օրերին, պատմական օրերին, հրյաները այնպես էին համոզված, որ Յահվե ճշմարիտ Աստվածը միայն եւ բացարձակապես եւ բացառապես միայն հրյաների Աստվածն էր։ Եվ հրյաներն էին այս Աստծո սերունդը, ազգը։ Հրյաներն էին, ովքեր պիտի փրկվեին։ Եվ ոչ հրյաները նրանք պիտի կորսվեին։ Նրանք հավատում էին, որ ուրիշ ազգերը անիծված են եւ երբեք փրկության հնարավորություն պիտի չունենան։ Աստծո թագավորության մեջ բաժին պիտի չունենան։ Այս էր հրեից հավատամք։ Բայց այսօր խոսքը նույնիսկ այն հին օրերում, հին ուխտի մեջ նույնիսկ, այն վաղ օրերին, երբ Սաղմոսն էր գրի առնվում, մանավանդ այս Սաղմոսը, ճիշտ այդ հավատամքի հակառակն է ուսուցանում, ուրեմն նրանք սխալ էին։ 8-րդ համարի մեջ կարդացինք, որ Աստված ոչ թե միայն հրյաների վրա, այլ ազգերի վրա թագավոր է եւ նստում է իր Սուրբ աթոռի վրա։ Թեպետ այս ճշմարտությունը Քրիստոսից առաջ ապրողների համար եւ նույնիսկ Քրիստոսի երկրավոր կյանքի ընթացքում հրյաների համար դժվարիմաց էր եւ նաեւ դժվարամարս էր, it was hard to swallow. Բայց եւ այնպես Աստծո խոսքում կարդում ենք, թե Աստված այնպես սիրեց ում աշխարհը, այսինքն թե հրյային եւ թե ոչ հրյային, ոչ թե ամեն անձնավորության։ Աշխարհը թե հրյային եւ ոչ հրյային, մինչեւ որ իր միածին որդին տվավ, որ ամեն նրան հավատացողը, այսինքն տարբերություն չունի դու հրյա ես, որ կարելի է փրկվես, այսինքն փրկված ես եւ եթե ոչ հրյա ես, չես կարող փրկվես։ Ոչ, հավատացողն է փրկվում, անկախ նրա ազգային պատկանելությունից։ Ամեն հավատացողը չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Երբ Տերը իր աստվածային եւ արքունական հեղինակությամբ այն համր մարդու միջից դևը հանեց, հիշում եք, Ղուկասի ավետարանի մեջ 11-րդ գլխում, մարդիկ սկսեցին Տեր Հիսուսին մեղադրել, ասելով, որ սա Բեղզեբուղի, այսինքն սատանայի իշխանությամբ է դևեր հանում, սա Աստծուց չի։ Եվ Տերը Ղուկաս 11-17-ի մեջ ասեց, ամեն թագավորություն, որ իր մեջ բաժնված է, կավրվի։ Այսինքն ուզում էր ասել, որ եթե իմ հանածս դև է, եւ ես դևի ուղղությամբ եմ անում, ուրեմն դևի գործավորն եմ, ուրեմն ես այս դևի հակառակ եմ աշխատում, ուրեմն այս կազմակերպչության մեջ խանգարում կա, բաժանմունք կա, ուրեմն այս կազմակերպչությունը չի կարող կանգուն մնալ, կփլվի, ուրեմն ձեր ասածը անտրամաբանական է։ Ես չեմ կարող դևից լինել, այդ էր ուզում ասել Տերը։ Ուրեմն 18 համարներից ասեց,
Եթե սատանան ինքն իրեն բաժնված է, նրա թագավորությունը ինչպես կկենա, որովհետև ասում եք, թե ես Բեղզեբուղովն եմ դևին հանում։ Եթե Բեղզեբուղով եմ դևին հանում, ապա ձեր որդիքը ինչով են հանում, դրա համար նրանք կլինեն ձեր դատավորները։ Բայց եթե ես Աստծո մատովն եմ հանում դևերին, ավելացրեց այս կարևոր նախադասությունը։ Ուրեմն, Աստծո արքայությունը ձեզ վրա հասել է։ Ինչպես է Աստծո արքայությունը այդ մարդկանց վրա հասած, որովհետև արքան էր եկել։ Երբ որ արքան կա, արքայությունը եկած է։ Աստծո թագավորությունը թե երկրի վրա ապրող, թե հրեայի եւ թե ոչ հրեայի համար էր։ Եվ վրա հասավ, երբ Աստծո օծյալ թագավորը երկիր իջավ եւ մարդկանց մեջ հայտնվեց։ Մատթեոս 21:33-ից սկսյալ Տերը այն չար մշակների առակը պատմեց եւ իրենց հրեության պարծեցողներին այսպես ուսուցանեց. Նրանք, ովքեր իրենց ազգաբանությամբ կարծում էին, որովհետև հրյա են, ուրեմն Աստծո հաճելի են, ուրեմն փրկված են, այսպես ուսուցանեց։ Տեսեք Մատթեոս 21:42 Տերն ասեց. Դուք երբեք չեք կարդացել գրքում, այսինքն պետք է կարդացած լինեիք, թե այն քարը, որ շինողները անարգեցին, նա եղավ անկյունի գլուխ։ Սա Տիրոջից եղավ եւ մեր աչքերի արջին զարմանալի է։ Սա 5 կտակարանից հիշեց Տերը։ Եվ ավելացրեց. Սրա համար ասում եմ ձեզ, որ Աստծո արքայությունը ձեզանից վեր կառնվի եւ մի ազգի կտրվի, որ նրան պտուղներ կբերե։ Եվ այս քարի վրա ընկնողը կփշրվի եւ ում վրա որ նա ընկնի կջարդե նրան։ Եվ երբ որ քահանայապետները եւ փարիսեցիները նրա առակները լսեցին, հասկացան, որ իրենց համար է ասում եւ ուզում էին նրան բռնեն։ Թեպետ հին ուխտի ժամանակում էլ Աստծո փրկությունը բոլոր ժողովրդի համար էր։ Սակայն Աստծո ուխտի բացահայտությունը տակավին սաղմային էր, տակավին սեղմ էր, տակավին արծարծված չէր այսօրվա պես։ Ծննդոց գրքի մեջ Աստված այս տիեզերական փրկության ուխտը արավ Աբրահամի հետ։ Աբրահամյան ուխտի մեջ այսպես են կարդում Ծննդոց 12:2 Աստված շնորհքի ուխտ կատարեց Աբրահամի հետ եւ ասեց. Ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, քեզ պիտի օրհնեմ, քո անունը մեծացնեմ, դու օրհնյալ կլինես եւ քեզ օրհնողներին կօրհնեմ եւ քեզ անիծողներին կանիծեմ եւ կարևոր մաս այս երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնվեն։ Ինչպես պիտի երկրի բոլոր ազգերը Աբրահամի սերնդից օրհնվեին։ Ինչպես պիտի երկրի վրա, բոլոր ազգերի վրա Աստված թագավոր լիներ։ Հին ուխտի մեջ այս ճշմարտությունը իզորու էր, նոր ուխտի մեջ էլ իզորու է։ Հին ուխտի մեջ տակավին սաղմային վիճակում էր, ժամանակի ընթացքին այս ուխտը սկսեց ավելի տարածվել եւ բացվել, մինչեւ որ Քրիստոսի հայտնությամբ դա կատարելապես մեզ հայտնվեց։ Երբ Քրիստոսի Աստծո օծյալը, երբ Աբրահամի սերնդից եղողը, Դավիթի սերնդից եղողը, այն Հիսուսը, որ ծնվեց, ում անունը Աստված որոշեց, որ Հիսուս տնեն, որտեղ նա իր ժողովրդին իրենց մեղքերից պիտի փրկի ասելով։ Երբ նա եկավ, թագավորությունը վրա հասավ։ Նոր ուխտի մեջ Պողոս առաքյալ այս հինավուրց ուխտը բացատրելիս ուսուցանում է, թե Աստծո թագավորության մաս կազմողը պետք է Աստծո հետ հաշտ վիճակում լինի։ Պետք է իր իծնե մեղսապնույթ վիճակից բնափոխվի։ Պետք է նրան Աստծուց ուղարկված ուղիղ ապրող իր կյանքը մեղքի համար պատիժ տվող Հիսուսին վստահի։ Եվ պետք է իր մեղավոր վիճակից եւ մեղքերից դարձիկը ապաշխարի։ Երբ որ մի անհատի մեջ սա տեղի է ունենում, սիրելիներ,
Անկախ թե նա հրյա է ազգովին կամ ոչ հրյա։ Այսպիսին Հիսուսի շնորհիվ հավատքի միջոցով Աստծո շնորհքով ըստ Աստծո խոսքին Աստծո փառքի համար փրկվում է Աստծո արքայության բաժին է դառնում։ Տիրոջ թագավորության մեջ է մտնում, ինչպես գիտենք սա։ Գիտենք, որտեղ Կողոսացիի մեջ այդպես է ուսուցանում առաքյալը։ Մեզ խավարի տիրապետությունից հանեց եւ ուր փոխադրեց։ Իր որդու լուսո թագավորության մեջ, ուրեմն թագավորությունը կա, որ մեզ փոխադրեց այնտեղ։ Չեղած բանի մեջ ինչպես պիտի փոխադրի։ Գաղատացիս 3:27 Galatians 3:27 Վասնզի ամենքդ որ Քրիստոսում մկրտվեցիք, Քրիստոսին հագած եք, այլևս ոչ հրյա կա, ոչ հույն, ոչ ծառա կա, ոչ ազատ, ոչ արու կա, ոչ էգ, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսումը, ապա եթե դուք Քրիստոսին եք, ուրեմն Աբրահամի զավակ եք։ Եվ խոստմունքի համեմատ ժառանգներ։ Ինչի ժառանգ։ Քրիստոսի թագավորության ժառանգ։ Հիմա պիտի հարց տանք, ինչպես է ազդում սա մեզ։ Այսպես է ազդում։ Գոնե մեր ազգի մեջ։ Ոմանք կան, եւ շատեր են ասրանք, ցավոք սրտի, որ կարծելով, թե որովհետև իրենք հայ են, քրիստոնյա կոչված ժողովրդի մեջ են ծնվել, քրիստոնյական ավանդույթներով են մեծացել ու սնվել, նամանավանդ, որ ամբողական եկեղեցվո մեջ կնքվել են, մկրտվել են, ուստի հիմա իրենք Քրիստոսի թագավորության մեջ են, ու երբ որ մեռնեն, երկինք պիտի գնան, և հավիտենական կյանք պիտի ժառանգեն, բայց վստահ չեն, արդեն առաջին հակասություն այդտեղ է, և որովհետև վստահ չեն, նրանք հենվում են, որ երբ որ մեռնեն, թաղի քահանան պիտի կանչեն, պիտի կա իրենց դագաղի վրա հոգեհանգստյան աղոթք մատուցի, և Աստծուց խնդրի, որ Աստված իր մահկանացուն կնքած այս ծառային կամ աղախնին ողորմի, դրա համար Տեր ողորմյա են երկում, և քահանայի բարձրացրած ողորմության աղերսալի աղոթքը պատասխանի, և Աստված այն մահացածի հոգին ըստ քահանայի ասացի համեմատ, աստվածային փառած լուսո դասին մասնակցելու արժանացնի, և այս ասում են գրաբար լեզվով։ Ցավոք սրտի, այս է մեր 1700 տարիներ քրիստոնեական պատմություն և ավանդ ունեցող ժողովրդի իմացածը, հավատացածը և գործնական կյանքը, ապելաձևը։ Եվ նամանավանդ մեր ազգային եկեղեցվո ուսուցանած և ցուցաբերած ավանդույթը։ Բայց սա, որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան սա հեռու է Աստծո խոսքի ճշմարտությունից։ Ցավոք սրտի։ Սիրելիս, չգիտեմ, ինչ ես մտածում, բայց միգուցե կան մեր մեջ մարդիկ, որ այսպես են մտածում։ Պարզապես որովհետև դու հայ ես, դա անպայման չի երաշխավորում, որ դու Աստծո թագավորության մասնակից կլինես։ Որովհետև միայն հայ լինելը բավարար չի, ոչ էլ կարող, ինչպես որ միայն հրյա լինելը բավարար չէր, ոչ էլ կարող, որ այն օրվա հրյաները փրկված համարվեին։ Եվ Աստծո թագավորության տակ մաս ու բաժին ունեցած լինեին։ Հակառակ ուղղությամբ էլ նմանապես մարդիկ կան, ովքեր քրիստոնյա ավանդով և ընտանիքի ու ազգի մեջ չեն ծնվում, ընդհակառակը այլազգ, այլակրոն ժողովրդի մեջ են ծնվում։ Տարբեր կրոն, տարբեր ավանդ, հակառակ սովորություն, երբեմն թշնամի, բայց երբ Քրիստոսի փրկության ավետիսը այսպիսիներին է հասնում,
Երբ Աստծո հոգին այդ ճշմարտությունը նրանց հոգու մեջ ազդեցիկ է դարձնում եւ նրանց վերստին ծնունդ է տալիս, անկախ թե այլազգ են, այլակրոն են, այլալեզու են, այլագույն են, այլացեղ են, նրանք դարձի են գալիս, Հիսուսին հավատում են իրենց լեզվով, իրենց հասկացած մշակույթի հիման վրա, բայց հավատում են Աստծո խոսքին, նրանք էլ փրկվում են։ Քրիստոսով նրանք Աստծո թագավորության մաս ու բաժին են կազմում։ Մենք պարտինք այսպիսի մեր եղբայր քույրերին, որպես մեր ոսկորից ոսկոր եւ այունից այուն համարել, անկախ թե ինչ ազգի են պատկանում։ Սա մեզ համար հայերիս որոշ դժվարության մեջ է դնում, ինչպես հրեաներին որոշ դժվարության մեջ է դնում։ Գիտեք, քանի հազարավոր այլազգ մուսուլմաններ, այլակրոններ հիմա Քրիստոսին են դարձել։ Այնպիսի երկրներում, ովքեր միգուցե նրանց իշխանապետները, երկրները, պատմականը մեզ շատ ախորժելի չի թվում։ Բայց երբ հանդիպում ենք այսպիսի երկրներից, ավանդներից, ազգերից եկող կրոններից եկող մարդկանց, ովքեր հիմա Հիսուսով փրկված են, փոխարեն մեր մեջ հակառակության կամ պատնեշի հոգի ստեղծի, դա պետք է մեզ մղի Աստծո շնորհքը ավելի լավ հասկանալու, նրանց համար Աստծուն փառք տալու, Աստծուն ուրախանալու, որով Տեր, ինչպես կարող ես դու այսպիսի այլ ազգներից քեզ զավակներ ընտրես, փրկես։ Դա միայն քո շնորհքդ է, եւ ցեզ վստահեցնեմ։ Ես անձամբ ճանաչում եմ այլ ազգ ծնվյալ հավատացյալ եղբայրներ, քույրեր, մեղրից ավելի անուշ, Քրիստոսապույր, որ երբեմն հայերի մեջ հազվագյուտ կգտնես այդպես։ Ինչու, որովհետև կարդում ենք 9-րդ համարի մեջ, ժողովուրդների իշխանները հավաքվում են իբրև թե Աստծո ժողովուրդ, որովհետև այդպես է։ Դրա համար մենք ուրախանում ենք, Աստծուն փառք ենք տալիս, որ Աստված բոլոր ազգերի վրա թագավոր է, նրանց հավաքում է։ Երրորդ պատճառը այն է, որ 9-րդ համարի մեջ կարդում ենք, նրանք հավաքվում են որպես Աբրահամի Աստծո ժողովուրդը, որովհետև երկրի վահանները Աստծունն են։ Նա շատ բարձրացավ։ Ինչ է նշանակում երկրի վահանները Աստծունն են։ Սիրներ, պիտի գա մի օր, որ Աստված բոլոր երկինքը եւ երկիրը պիտի նորոգի։ Բոլոր ստեղծագործությունը մեղքից եւ մեղքի պղծալից եւ նենգ ազդեցությունից պիտի բժշկի, պիտի ամոքի։ Մեղքը պիտի վերանա, մեղավորները իրենց տեղը պիտի գնան հավիտենապես։ Եվ երկինքն ու երկիրը Աստծո ստեղծագործությունը իր նախնական Աստծո ծրագրին պիտի վերադառնա եւ պիտի նորոգվի եւ պիտի ունենանք նոր երկիր եւ նոր երկինք։ Այս նոր երկնքում եւ նոր երկրում Քրիստոսով փրկյալները, նրա հարսը, նրա եկեղեցին եւ Քրիստոս պիտի վայելեն այդ բոլոր ստեղծագործությունը։ Հիմա ստեղծագործության մեջ մեծ վտանգներ կան։ Դուք նույնիսկ ծովի ջրի մեջ չեք կարող մի քանի ոտք առաջ գնալ, որտեղ խեղդվելու վտանգ կա։ Եվ տարբեր տեղեր, անջրպետում։ Բայց Տերը դրանք բոլորը պիտի վերացնի։ Այլևս մենք տիեզերքի մեջ սավառնելուց ոչ մի բանից չենք վախենա։ Ոչ մի վտանգ մեր էությունը չի վտանգելու։ Նոր երկնքում եւ նոր երկրում հավատացյալներ պիտի տիրեն այնտեղ, ինչպես կարդում ենք, նա մեզ քահանաներ եւ թագավորներ է արել։ Եվ Աստծո խոսքի համաձայն հավատացյալները այդ բոլոր հավիտենականության մեջ, այդ բոլոր նորաստեղծ երկնքում եւ երկրում, բոլոր նորաստեղծ տիեզերքում Աստծուն պիտի պաշտեն, Աստծուն պիտի ծառայեն, Աստծո այդ նորաստեղծ տիեզերքը պիտի վայելեն իր կատարյալ իմաստով։
Մենք այնտեղ պիտի ունենանք նոր ստացած պաշտոններ։ Ամեն մեկս պաշտոն պիտի ունենանք, գործ ունենք անելու։ Չկարծեք, որ գնում եք երկնային retirement-ի մեջ, հավիտենական retirement։ Ոչ։ Պատրաստվեք այնտեղ գործ անելու համար։ Աստված մեր հոգնած մարմինները պիտի փոխի, վերաստեղծի մեզ, նոր մարմիններ պիտի տա, անհոգնելի մարմիններ։ Եվ պիտի ծառայենք Տիրոջ, նոր աշխատանք պիտի կատարենք, երկնային կազմակերպչության, Աստծո թագավորության մաս ու բաժին պիտի լինենք։ Թագավորած Հիսուսին պիտի հնազանդենք, նրա հրամանները պիտի կատարենք, մեր պարտականությունները լավագույն կերպով պիտի գործադրենք։ Եվ այս բոլորը կարդում ենք 9-րդ համարի մեջ, ժողովուրդների իշխանները հավաքվում են, իբրև Աստծո ժողովուրդ, որպեսզի Աստծո առջև ներկայանան, այնտեղ Աստծո կատարած ուխտը պիտի գործադրվի իր լավագույն կատարյալ ձևով, եւ բոլոր տիեզերքը ապահով եւ անվտանգ պիտի լինի մեզ համար, որովհետեւ Աստծո ասում է երկրի վահանները Աստծոն են, վահանը պաշտպանության զենքն է։ Մենք Աստծով պաշտպանված պիտի լինենք, ուր էլ որ գնանք։ Այլևս օտանավ ընկնելու, ծովի մեջ խորտակվելու, օթոյով ակսիդենտ անելու որևէ վախ, վնաս, վտանգ չի լինել, որովհետև ոչ օտանավի կարիք պիտի ունենանք, ոչ էլ նավի կարիք պիտի ունենանք, ոչ էլ ինքնաշարժի կարիք պիտի ունենանք։ Ուր որ ուզես կարող ես լինել։ Հիանալի։ Սիրեներ, սա մեծ ցնծության եւ ուրախության արժանի իրողություն է, նամանավանդ որ հիմա միշտ վտանգի տակ ենք։ Ամեն քայլափոխին վախենում ես հանկարծ մի բան չպատահի քեզ։ Բայց մի օր Աբրահամի ժողովուրդ որպես այն Աբրահամիկ ուխտը, որ Աստված արել էր Աբրահամի հետ, որ նրանով շատ ազգեր էլ պիտի նորոգվենք, մենք այդ շատ ազգերի մեջ ենք սիրեներ, որ Աստծո զավգի Աբրահամի սերնդից եկած Հիսուսի շնորհիվ մենք էլ օրհնվում ենք, այդ թագավորության մաս պիտի կազմենք։ Սրա համար մենք Աստծուն պիտի աղաղակենք, ծափ տանք, փառք տանք, երգենք, հավիտյան պաշտենք։ Կարժի։ Գիտեք ինչ պիտի երգենք։ Դարձեք Հայտնություն 5:9։ Այս երգը պիտի երգենք։ Հայտնություն 5:9 Արժանի ես առնելու այդ գիրքը եւ դրա կնիքները բանալու, որովհետեւ մորթվեցիր եւ քո արյունով մեզ գնեցիր Աստծո համար ամեն ցեղից, ամեն լեզվից եւ ժողովրդից եւ ազգից եւ մեր Աստծո համար մեզ թագավորներ ու քահանաներ արիր եւ երկրի վրա թագավորություն կանենք։ Սա միայն 1000 տարվա համար չի։ Սա հավիտենականության համար է։ 12-րդ համարին արժանի է մորթված կառն առնելու եւ զորություն եւ հարստություն եւ իմաստություն եւ կարողություն եւ պատիվ եւ փառք եւ օրհնություն, հետո ասում է Կարին լինի օրհնությունը, փառքը եւ կարողությունը հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ինչ ես երգում։ Ուրախ ես։ Փառք տալիս ես Աստծուն, ծափ տալիս ես Տիրոջ, աղաղակում ես Տիրոջ, որ երկրի վրա թագավոր է, աղոթենք։ Փառավորյալ մեր Հայրը, քեզի սրտի խորքից փառք ենք տալիս։ Շնորհակալ ենք քո հիանալի ծրագրիդ համար, կատարած ուխտիդ համար եւ ուխտապահ Աստծույթ համար, որ մեր նման անարժան մեղավորներին քո ուխտիդ համաձայն, քո խոսքիդ համար, քո որդիդ ղրկեցիր, որ մեր տեղ ապրի, մեր փոխարեն մեռնի, եւ մեր պարտքի վճարումը ինքը տալով, մեր ելներից հարություն առնելով, մեզ էլ հավիտենական կյանքի արժանավորի։ Տեր, դու մեր վրա թագավոր ես, եւ մենք քո թագավորության մեջն ենք հիմա, բայց անտեսանելի։ Ակնկալույցը սպասում ենք այն օրվան, որ մեր անտեսանելի հավատքը տեսության պիտի փոխվի եւ մենք քո գլխավորության տակ հավիտյանս պիտի թագավորենք, ինչպես երգեցինք ու կարդացինք, քահանաներ ու թագավորներ քո ստեղծագործության վրա։ Օրհնյալ ես Տեր,
Մինչ այդ խնդրում ենք, որ մեր մտային եւ հոգեվոր կենտրոնացումը պահես քո խոսքիդ վրա, քո խոստումներիդ վրա, որտեվ դու հավատարիմ ես եւ դու խոսքը ասող ու անողն ես։ Հիմա լինի եւ հավիտյան փառքը, պատիվը, զորությունը միմիայն քեզ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։